Ազգային ժողովի արտահերթ նիստի վերջին օրը Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան վավերացնելու նախագիծը։ Ոլորտի փորձագետների գնահատմամբ Սևանա լճում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց ուսումնասիրության եւ իրավական կարգավորման հետ կապված հարցերը պահանջում են նաեւ համապատասխան միջազգային չափանիշների կիրառում։ Ստորջրյա մշակութային շերտերը ոչ, բայց երկրի սահմաններից դուրս գտնվող հուշարձանների պահպանության հարցը հետաքրքրում է ընդդիմությանը։ Արթուր Խաչատրյանը հարցրեց, թե արդյոք նախարարի պատկերացմամբ մշակութային ժառանգությունը սահմանափակվում է պետական սահմաններով։ Խոսքը ոչ թե պատկերացումների մասին է, այլ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների, իսկ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության իմաստով օրենսդրությունը հստակ է, արձագանքեց Անդրեասյանը։ Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մշակույթի նախարարությունը պատասխանատու չի համարում իրեն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության համար։ Մշակույթի ոլորտի լիազոր մարմինը եւ մեր պետության պետական մարմինները ունեն լիազորությունների հստակ շրջանակ, որը ամրագրված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Դուք ինձ տալիս եք մի հարց, որի պատասխանը դուք ինձնից լավ գիտեք։ Դուք որպես մշակույթի նախարար ինչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները պահպանելու ուղղությամբ։ Չկարողացաք կամ վախեցաք։ Իսկ որ ասում եք ինձնից լավ գիտեք, կարծեմ ընդունում եք, որ դուք այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև այս բնագավառում հուշարձանների պահպանության իմ գիտելիքները միջին վիճակագրական հաստանցու մակարդակի են։ Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք եւ խորհուրդ եմ տալիս հիշել, որ դուք պատգամավոր եք եւ խոսում եք ազգային ժողովի ամբիոնից։ Խնդրում եմ նաեւ հիշեք, որ դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ Հայաստանի Հանրապետության լիազոր պետական մարմինները պետք է անեն ամեն ինչ իրենց տիրույթում գտնվող Հայաստանի Հանրապետության նշված ոլորտի հարցերը լուծելու համար։ Այս պարզ ճշմարտությունը հասկանալը կարծում եմ բարդ չի։ Ու եթե ձեր գիտելիքն ու կրթությունը չեն հերիքել, որ դուք դա հասկանաք, հրավիրում եմ ոչ ֆորմալ կրթական դասընթացների, դա ձեզ բացատրելու։ Երկրի սահմանների ներսում զորով պատմամշակութային շենքեր քանդողները եկել են երկրի սահմաններից դուրս պատմամշակութային շենքերի համար են անհանգստանում։ Ուզում եմ մի հատ հարց տամ, էլի վարչապետածուն դրսից, ընտրողների մի մասը դրսից, առաջնորդը մի ժամանակ դրսից, պատմամշակութային արժեքները, որոնց համար անհանգստանում եք դրսից, Հայաստանի Հանրապետության ներսում կա ինչ-որ բան, որը ձեր համար, ձեր ինքնության հետ է կապվում եւ ընդհանրապես ձեր համար արժեք է ներկայացնում։ Այսքանով ընդդիմության ասելիքն ավարտվեց 8-րդ գումարման խորհրդարանում, իսկ մեծամասնության պատգամավորները շարունակեցին նախագծերի քննարկումները։ Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունները փոխադարձության սկզբունքով միմյանց պատրաստակամ են 49 տարի ժամկետով օգտագործման տրամադրել տարածքներ դեսպանությունների շենքերի կառուցման նպատակով։ Համաձայնագրի վավերացման հարցը եւս քննարկվեց։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է նվազեցնել հայկական կոնյակի եւ մրգօղիների ակցիզային հարկերի դրույքաչափերը, օժանդակելով գյուղատնտեսական ապրանքների արտադրման ու վերամշակման արժեշխտաների երկարացմանը, արտահանման հետ կապված խնդիրների հաղթահարմանն ու մրցակցային հավասար պայմանների ձևավորմանը։ Երկրորդ ուղղության ներքո առաջարկվում է բարձրացնել ծխախոտային արտադրանքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը, ավանդական ծխախոտի արտադրանքի պարագայում ավելի համեստ տեմպով, տեխնոլոգիական ծխախոտի արտադրանքի պարագայում մի փոքր ավելի բարձր, հաշվի առնելով, որ դրանք ունեն համատավար ցածր դրույքաչափեր եւ ավելի ագրեսիվ մարքեթինգով տարածում են ստանում նաև դեռահասների շրջանում եւ նպատակ ունենք այս կերպ զսպել այդ վնասակար սպառումը։ Հաջորդիվ քննարկվեցին ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ Ըստ այնմ ընտրելու իրավունք կունենան ընտրության օրը 18 տարին լրացած քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի 366 եւ ավելի օր գտնվող քաղաքացիները, իսկ քրեական օրենսգրքում
արդյունքում լրացում կատարելու մասին նախագծով կխստացվեն ընտրակաշառատուների համար նախատեսված պատժաչափերը։ Թագուհի Ղազարյանը առաջարկ էր ներկայացրել, որը ընդունվել է իմ կողմից եւ առաջարկը իրենից ենթադրում է, որ նման հոդվածներով դատվածություն ունեցող քաղաքացիները հետագայում արդեն չեն կարողանա աշխատել համայնքային եւ պետական պաշտոններում ու դա նաեւ վերաբերելի կլինի հենց այս պահին դատարաններում գտնվող հենց գուցեև այսօր հակակոռուպցիոն դատարանում օրինակ ընտրակաշառքի գործերով անցնող քաղաքացիների նկատմամբ Կադաստրի կոմիտեն փոփոխությունների առաջարկում ինքնակամ շինությունների օրինականացման ընթացակարգում, որով հնարավորություն է տրվում դիմել նաև 2022-ից հետո կառուցված ապօրինի շինությունների օրինականացման համար։ Նախագծերի քվեարկությունից առաջ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյանը ամփոփելով 8-րդ գումարման վերջին նստաշրջանը շնորհակալություն հայտնեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորները ծափահարություններով հրաժեշտ տվեցին ազգային ժողովի նախագահին։ Այս տարիների ընթացքում Հայաստանը անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջոցով, բայց մենք բոլորս Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ եւ մենք էլ ազգային ժողովում պարոն Սիմոնյանի գլխավորությամբ հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը, խաղաղությանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմը առաջնորդելու համար։ Շնորհակալություն հայտնեց նաև խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանին, որը ևս կլքի ազգային ժողովը։ Այնուհետ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ 8-րդ գումարման ազգային ժողովում իր վերջին ելույթով։ Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին եւ ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների մեջով միասին ենք անցել ու կյանքում իրար վրա որևիցե ձևով կասկած չենք ունեցել։ Նաև լավ բաների համար եմ հպարտ, որովհետև այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որը որ մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են։ Իսկ նախագծերն ընդունելուց ու նիստի ավարտից հետո գործընկերները ողջագուրանքներով ու արդյունքներով հրաժեշտ տվեցին Ալեն Սիմոնյանին, որը խորհրդարանի առաջին նախագահն էր, որն ամբողջությամբ պաշտոնավարեց ժամկետը։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։